Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին հապական խաչմերուկն է։ Այսօր արդեն փետրվարի 20-ն է, հետաքրքիր հանդիպումներ տեղի ունեցան Վաշինգտոնում, Խաղաղության խորհրդի հերթական հավաքին էր մասնակցում Նիկոլ Փաշինյանը, կարելի ասել հերթական, կարելի ասել առաջին, քանի որ հիմնադիր հավաքից հետո սա առաջին հավաքն էր եւ մենք հետաքրքիր իրադարձություններ իրականապես եղանք։ Հանդիպումներ, կարևոր զրույցներ Թրամփի հետ, Ջեյ Վենսի հետ։ Այս հարցերին կանդրադառնանք, ելի կան բազմաթիվ հարցեր, որոնց որ նույնպես կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում, ուղղակի կրկին հիշեցնեմ սիրելի հայրենակիցներ, շատ արագ լայքերի համար դրանք ակտիվացնում են մեր YouTube-յան ալիքը, ինչպես նաև կարևոր են նաև ձեր բաժանորդագրումները, խոսքը բնականաբար նրանց մասին, ովքեր որ մինչև հիմա չեն բաժանորդագրվել, եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ արդեն բաժանորդագրվել են կամ վաղուց արդեն բաժանորդագրվել են մեր ալիքին։ Լավ, սկսենք։ Երեք շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, խաղաղության այդ խորհրդի հերթական հավաքներ, շատ չէ այդ կազմը մեծ, բայց չափազանց կարևոր կազմ է մեզ համար, հիմնականը Գազայի հարցն էր, բայց ինչ է այն մեզ տալիս եւ տալիս է այն, որ Դոնալդ Թրամփի եւ Փաշինյանի միջև կարճատև զրույց տեղի ունեցավ։ Դա ֆիքսել են նաև տեսախցիկները, որ Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Թրամփը զրուցում են, ինչպես նաև ֆիքսել են տեսախցիկները, թե ինչպես Ջեյ Վենսը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը եւ Նիկոլ Փաշինյանը շատ ջերմ զրուցում են իրար հետ, միմյանց հետ ծիծաղում են եւ ուրախ ինչ որ հարց քննարկում են։ Մենք նրանց բացի նաև տեսանք այդ շրջանակներում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի ոչ ֆորմալ հանդիպումը։ Դրանից հետո մենք տեսանք այն, որ Ջեյ Վենսը բավականին երկար խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, ասաց, որ նախորդ շաբաթ ինքը գտնվում էր Հայաստանում եւ Ադրբեջանում, շատ ուրախ է, որ երկու առաջնորդները խաղաղության մասով որոշում են կայացրել, շատ համարձակ քաջ որոշում եւ այն տարածաշրջանակը փոխի, նոր եւ մեծ հնարավորություններ կստեղծի։ Բավականին երկար անդրադարձավ Ջեյ Վենսը Հայաստանին եւ Ադրբեջանին եւ այդտեղից էլ հստակ մենք տեսնում ենք, որ կարևոր դերակատարություն է ստանձնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հարավային Կովկասը, դա իրենք չեն էլ թաքցնում, շատ պարզ բացեիբաց ասում են։ Թրամփը նույնպես խոսեց Հայաստանից եւ Ադրբեջանից, ասում է, որ նախկինում չէր կարող ասել Ադրբեջան հիմա սովորել է։ Թրամփը պատմեց, թե ինչպես, երբ որ առաջին անգամ հանդիպեցին իր գրասենյակում, իրարից շատ հեռու էին կանգնել Ալիևը եւ Փաշինյանը, իսկ ասում է հիմա ինքը կարծում է, որ իրենք դարձել են ընկերներ, նախկինում այդ մեծ կոնֆլիկտը, բազմաթիվ զոհեր, մեծ խնդիրներ էին ստեղծել իրենց միջև, նույնիսկ շատ հեռու էին միմյանց կանգնում, իսկ հիմա իր կարծիքով, իհարկե իր կարծիքով նրանք դարձել են ընկերներ։ Դրանից բացի նա ասում է, որ Հայաստանի վարչապետը իրոք շատ լավ մարդ է, ինքը շատ հավանում է Հայաստանի վարչապետին։ Սա ասում է Դոնալդ Թրամփը, ելի խոսում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից, թե ինչպես ինքը կարգավորեց 32-33 տարուց ավել ցակվում էր այդ կոնֆլիկտը եւ ինքը կարողացավ այն կարգավորել։ Մենք տեսանք նաեւ այն, որ ելի բազմաթիվ առաջնորդների հետ հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանը, իմիջայլոց այդտեղ երբ որ խոսվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, կոչ արեցին, որ Ալիևը եւ Փաշինյանը ոտքի բարձրանան եւ միմյանց ձեռքը սեղմեն, դա եւս ցուցադրաբար արվեց Թրամփի եւ Վենսի կողմից, որպեսզի բոլորը տեսնեն, թե այդտեղ ներկաները եւ թե աշխարհում բոլորը, թե ինչպես իրենց հաջողվել է կարգավորել կոնֆլիկտը, պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ ընդհանուր առմամբ ինչ պատկեր է ստեղծում այդ հավաքը, որին որ մասնակցում էր Հայաստանը եւ Ադրբեջանը, կարևորը այն է, որ արդեն շատ հաճախակի են դարձել հանդիպումները Հայաստանի վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների
նախագահի միջև։ Թեկուզ եւ այդ կարճատև զրույցները, որ միմյանց լավ են հասկանում ձեռքսեղմումները JD Vance-ի հետ զրույցները նույնպես միասին որ ծիծաղում են ինչ-որ մի բան քննարկում են, հստակ մեզ հուշում է այն, որ շատ լավ մարդկային կապեր, լավ հարաբերություններ են ձևավորվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև գործնական, նորմալ, շատ կայուն հարաբերություններ։ Նախկինում կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները, փոխնախագահները նորմալ տեղը չբերեին, թե որ երկիրն է Հայաստանը, շատ թեթև իմանային, չեմ ասում, որ Թրամփը շատ հրաշալի է ծանոթ աշխարհագրությանը եւ քարտեզի վրա շատ հեշտ է գտնելու Հայաստանը, բայց վստահորեն ես կարող եմ ասել մեկ բան, որ ինքը շատ լավ է տեղը բերում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստան անունը ու ինքը իր մոտ իր անձնական պատմության մեջ կարելի ասել գրանցել է իր համար այն փաստը, որ ինքն է կարողացել կարգավորել այդ կոնֆլիկտը եւ Դոնալդ Թրամփը երբ որ խոսում է Հայաստանից եւ Ադրբեջանից երեք էլ ասում է, որ ինքը կյանքում չի մոռանա այդ օրը, երբ որ ըստ իրեն ինքը կարողացավ վերջ տանել կոնֆլիկտին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք ճիշտ է գիտենք, որ երկար տարիների բանակցություններ էին եւ բավականին մոտ էին Ադրբեջանը եւ Հայաստանը, արդեն խաղաղության պայմանագիրն էլ համաձայնեցված էր եւ մի քանի կարևոր հանդիպումներ էին արդեն տեղի ունեցել Ալիևի եւ Փաշինյանի միջեւ եւ բոլորը խոսում էին այն մասին, որ կարող է նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրվել եւ դա հետո տեղի ունեցավ, այսինքն օգոստոսի 8-ը հետո տեղի ունեցավ, բայց մեզ համար շատ կարևոր է, որ հենց օգոստոսի 8-ը տեղի ունեցավ եւ այն տեղի ունեցավ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ։ Դա շատ բան է մեզ տալիս, շատ բան է փոխում եւ ահա տեսնում եք Թրամփի մոտ էլ շատ լավ տպավորվել է այդ օրը եւ ինքը համարում է, որ իրոք ինքն է կարողացել կարգավորել այս կոնֆլիկտը։ Ես նույնիսկ նկատեցի մեկ կարևոր պահ, որ կարծես թե վերջերս Նիկոլ Փաշինյան ավելի շուտ է սկսել հանդիպել Դոնալդ Թրամփին, քան թե օրինակի համար Վլադիմիր Պուտինին։ Սա զարմանալի, ասենք, թե շատ անհավանական, ասենք, մի բան է, քանի որ 2 տարի առաջ, նույնիսկ կարող է 1 տարի առաջ նման բան պատկերացնելը ուղղակի անհնար էր, որ այդպես հաճախ հանդիպեն եւ ոտքի վրա թեկուզ մի քանի բառ շատ ուրախ ջերմ զրուցեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սա ահռելի մեծ, շատ լուրջ ձեռքբերում է, նույնիսկ կարող եմ ասել ավելին, որ հիմա Հայաստանի վարչապետը շատ ավելի խորը լավ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ եւ ավելի հաճախ է տեսնում Դոնալդ Թրամփին, քան եվրոպական երկրների բազմաթիվ առաջնորդներ։ Այսինքն ներկա փուլում ավելի գործնական եւ ակտիվ հարաբերություններ են ձևավորվել Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, քան օրինակի համար Ֆրանսիայի, կարող է նույնիսկ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի առաջնորդների եւ Դոնալդ Թրամփի միջև։ Ճիշտ է, շատ մեծ պայմանագրային բազաներ ունեն այդ երկրները միմյանց հետ, պատմական շատ խորը լուրջ հարաբերություններ, տարբեր քաշային կատեգորիաներում են, չէ, այս ամենը չեմ վիճարկում։ Ուղղակի արձանագրում եմ այն փաստը, որ անձամբ Դոնալդ Թրամփի համար շատ կարևոր մի երկիր է դարձել Հայաստանը եւ Հայաստանի վարչապետն էլ շատ կարևոր մի քաղաքական գործիչ, ով շատ իր համար ինչ-որ միտեղ հարազատ է, քանի որ իրեն չի հակաճառում եւ մեզ պետք էլ չէ հակաճառել Թրամփին, այլ պետք է ճիշտ հակառակը խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ու դա շատ դուր է գալիս, ասացի Թրամփին։ Նույն կերպ է վարվում նաեւ Ադրբեջանը միջայլոց միայն Հայաստանի համար չասենք եւ adekvat լինելու եւ անկեղծ լինելու համար ասենք, որ Ալիևը նույն տակտիկայով է առաջնորդվում եւ դա հաջողություն է բերում թե Ադրբեջանին եւ թե Հայաստանին։ Ահա թե ինչ տվեց այդ խաղաղության ֆորումի հերթական հավաքը Հայաստանին։ Բայց այն, որ մեծ գումարներ են ցանկանում հիմա հավաքել, անդամավճարներ, հույսով եմ, որ մի կերպ մենք կարողանանք հասկացնել Դոնալդ Թրամփին, քանի որ արդեն իսկ այդպիսի հարաբերություններ կա, որ մենք չենք կարող միլիարդավոր դոլարներ վճարել
Գազայի համար կամ այդ խորհրդի պահպանման։ Ես շատ հույսով եմ, որ Ադրբեջանը նույնպես այդ ճանապարհով չի գնա։ Գրեթե համոզված եմ, Ալիևն էլ դժվար թե ցանկանա միլիարդավոր դոլարներ տալ, ճիշտ է շատ կցանկանա ավելի շատ արած լինել Թրամփի համար, բայց մեծ ահռելի մեծ գումարներ են եւ երևի ամենայն հավանականությամբ Ադրբեջանն էլ խուսափի այդ քայլից։ Եվ Հայաստանը այդ դեպքում ավելի մեծ հնարավորություններ կունենա խուսափելու։ Ամեն դեպքում հնարավորություն ունենք եւ այդ հնարավորությունից ես կարծում եմ, որ մենք կօգտվենք եւ Թրամփը դա պետք է որ հասկանա։ Եվ կարևոր է մեկ բան եւս ավելացնել, այդ հանդիպումները ինչպես եւ մենք այդպես էլ շատ լավ տեսնում են օրինակի համար ռուսները։ Ռուսաստանում նույն Վլադիմիր Պուտինը միանշանակ հետևում է այդ հանդիպումներին եւ տեսնում է թե ինչ ջերմ հանդիպումներ են ունենում հայերը եւ ադրբեջանցիները ամերիկացիների հետ, ինչպես էր օրինակի համար նույն Փաշինյանը ջերմ բարևում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ Մարկո Ռուբիոն նույնպես ինչպես էր բարևում, փաթաթվում, շատ ջերմ հարաբերություններ են։ Սրանք վկայում են այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանը իրար համար դարձել են շատ կարևոր երկրներ։ Չեմ չափազանցնում։ Կոնկրետ Թրամփի համար դա այդպես է։ Ջեյ Դի Վենսի համար դա այդպես է, Մարկո Ռուբիոյի համար դա այդպես է եւ դա հասկանում է նաեւ Վլադիմիր Պուտինը, դա հասկանում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ու սա միանշանակ ամրապնդում է մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Շատ կցանկանայի, որ մոտ ապագայում նաեւ Վրաստանին տեսնենք այդ կարգավիճակում, ես հույսով եմ, որ կտեսնենք։ Վրաստանի իշխանություններն էլ կարծես թե փորձում են ամեն ինչ անել հիմա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորվեն, ես շատ հույսով եմ, որ դա տեղի կունենա, դա միայն ու միայն բխում է Վրաստանի պետական ու ազգային շահից, ինչպես նաև Հայաստանի ազգային ու պետական շահից, դրա համար հույսով եմ, որ դա եւս տեղի կունենա եւ Կրեմլյուն կհասկանան, որ այս երկրները ինքնիշխան են, սուվերեն երկրներ են եւ մի փոքր ավելի զգուշ կսկսեն վարվել հարաբերություններ կառուցելիս կամ հարաբերությունները շարունակելով այս երկրների հետ, ճիշտ է Վրաստանի հետ դերևս որևէ հարաբերություն չկա, Հայաստանի մասն է հիմնականում խոսքը, Ռուսաստանը հույսով են կհասկանա, որ պետք է մի փոքր ավելի զգուշ լինի, ճիշտ է իրենց քաղաքականությունը լրիվ այլ բանի մասի է խոսում, այլ բանի մասի է վկայում, բայց պետք է որ հասկանան այդ հանդիպումներից իրենք պետք է շատ կարևոր հետևություններ անեն։ Առողջ նորմալ մարդիկ այդպիսի հետևություններ են անում։ Հիմա ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Մի քանի բառով շատ բան չունեմ ասելու, ավելացնելու երեկվա մեր ասածին։ Կարևոր տեղեկություն է հայտնում Reuters-ը, որ Իրանը հրաժարվել է պայմանավորվածություններից եւ հրաժարվում է ատոմային ծրագիրը դադարեցնել, կրկին ուզում է հարստացնել ուրանը։ Եվ կան էլի բազմաթիվ հրապարակումներ, որոնք որ ասում են, թե նույնիսկ այս մի քանի օրերի ընթացքում արդեն շատ հավանական է, որ պատերազմը սկսվի։ Այսինքն երեկվա մեր հաղորդմանը ոչինչ չունեմ ավելացնելու, միայն կարող եմ ավելացնել Թրամփի խոսքերը, որ ինքը 10-15 օրերի ընթացքում ասում է, տեսնենք ինչ կլինի։ Կարծում եմ շատ է ասում եւ դա իրականությունը դժվար թե արտահայտի, որ ինքը պատրաստ է սպասել 10-ից 15 օր։ Ուղղակի մեկ բան, երբ որ բանակցությունները վերջերս ավարտվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, Իրանի արտգործ նախարարն էր Աբբաս Արաքչիներ եւ ասում էր, թե դրանք կշարունակվեն 2 շաբաթից։ Եթե դա այդպես է, Թրամփն էլ ասում է 10-15 օր, ուրեմն հնարավոր է էլի սպասեն վերջի փուլին բանակցությունների, այսինքն էլի մեկ անգամ հավաքվեն եւ մեկ անգամ փորձեն հարցը լուծել, քննարկել, բայց այստեղ կարևոր է մեկ բան, որ Իրանը շատ կոշտ է սկսել արտահայտվել, հոգեվոր առաջնորդի հայտարարությունների մասին ասել էի, որ իրանք կխորհրդակեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիրները հիմա էլ Ղուրանից է գրառում արել սոցիալական ցանցերում,
եւ հստակ հուշացնում է, որ եթե դուք պատերազմով գաք մեր վրա, ապա պատերազմը կստանաք, շատ վատ կլինի։ Նաեւ կան որոշ տեղեկություններ, այսինքն վերլուծություններ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է սահմանափակ հարվածներ հասցնեն Իրանին, որպեսզի դերթեն գնալ բանակցությունների եւ կնքել ինչ որ եւ հասնել պայմանավորվածությունների, այսօր նաեւ իրանական ինքնաթիռ է կործանվել, հին ամերիկյան ինքնաթիռ է շահի ժամանակներում ձեռքբերված Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկ օդաչու զոհվել է, մեկը փրկվել է, դրանից բացի Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ հիմազորավարժություններ են անցկացնում Հորմուզի նեղուցում եւ այդ զորավարժությունների գագաթնակետը այս երկու օրերին է լինելու, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ որ հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցնեն Իրանին։ Եվ ահա այս ֆոնի վրա Դուգին կոչվածը, գիտեք թե Դուգինին, ռուսական նոր աշխարհի իդեոլոգը, Պուտինի իդեոլոգը ասում է, որ Ռուսաստանը շատ երկար է հանդիպել, շատ երկար է Թրամփի հետ փորձել պայմանավորվել խաղալ, բայց տեսնում է, որ ամեն ինչ ավելի շատ վատանում է եւ այն ինչից փորձում էին խուսափել արդեն չի ստացվում, դրա համար Ռուսաստանի Դաշնությունը շատ վատ կարող է հիմա արձագանքել։ Ու ասում է թող այդ ամենավատ տարբերակը, հիմա ամենավատը ինչ լինելու էր, թող արդեն լինի։ Ես ուղղակի ռուսերենից փորձում եմ սինխրոն կարդալ եւ խոսելով թարգմանել Դուգինի խոսքերը, արտահայտելով նրա ասածի հիմնական ուղերձը, որ մենք փորձում ենք խուսափել ամենավատից, մենք փորձում ենք Թրամփի հետ աշխատել, բայց տեսանք, որ ավելի ու ավելի ամեն ինչ վատանում է եւ հիմա մենք չենք խուսափելու, թող այդ ամենավատը տեղի ունենա, համարցակ շատ կգործենք կնքին։ Իրանը ինքը ինակատի ունի Ուկրաինան, Հարավային Կովկասը, դժվար է ասել։ Բայց ես մեկ բան գիտեմ եւ կարեթե համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչինչ չի կարող անել ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ոչինչ։ Իրենց ռազմատեխնիկական հնարավորությունները տասնյակ տարիներով, եթե ոչ ավել, եւ իրենց տեխնոլոգիաները տասնյակ տարիներով հետ են։ Քանակությամբ են զիջում, որակով են զիջում, բարձր պատրաստվածության ամեն ինչով զիջում են եւ Ռուսաստանի Դաշնության մեջ իրենք այսինքն նորմալ համեմատաբար զինվորականները բոլորն էլ դա հասկանում են։ Ես կարծում եմ նաեւ քաղաքական գործիչները։ Իսկ Դուգինի նման դուբինները բնականաբար նման հայտարարություններ կարող են անել։ Դուգին։ Իդեոլոգ Դուգին։ Ինձ համար կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող որևիցե գործողություն ձեռնարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, քանի որ այդ իրենց ձեռնարկածը ընդամենը ժամեր կարող է ձգել։ Ժամերի ընթացքում այդ ամենը կոչնչացվի։ Իմ պատկերացումն եմ ասում, կարող է սխալվում եմ, բայց ես իմ ասածի մեջ համոզված եմ։ Եվ Պեսկովն էլ մի հետաքրքիր հայտարարություն է արել Ուկրաինայի մասով, ասում է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները ներկայումս գտնվում են այնպիսի փուլում, որը թույլ չի տալիս հանրային քննարկում, եւ Մոսկվան մանրամասների մեջ չի խորանա։ Սա նշանակում է այն, որ թե ռուսները, թե ամերիկացիները փորձում են լրատվամիջոցներին չտալ ինֆորմացիա, թե իրականում ինչ է քննարկվում, չնայած որ մենք ուկրաինական կողմից Զելենսկիի հայտարարություններից հիմնականում պատկերը ստանում ենք, թե ինչ ձևով են ընթանում բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Հայ միջայլոց եկեղեցուց չխոսանք, այդ եպիսկոպոսած հավաքը տեղի է ունեցել, որին որ չկարողացավ մասնակցել Կտրիշ Ներսիսյանը, եւ իրենք այնպիսի որոշում կոչ են ընդունել, որ Հայաստանի իշխանություններին կոչ են անում չմտել եկեղեցու ներքին գործերին։ Ինչ ասեմ, այդ ծերուկ հոգևորականները իրենք շատ կոմֆորտի սովոր մարդիկ են։ Ես համոզված եմ, որ իրենք Քրիստոսի նման զրկանքներով չեն ապրում։ Եվ բնականաբար, քանի որ իրենց համար հարմար է հիմա
այդպիսի հայտարարություններ անել, այդպիսի որոշումներ կայացնել, իրենք անում են այդպիսի որոշումներ։ Եվ վաղը, եթե գա պահը, իրենք այլ որոշումներ կընդունեն։ Եվ դա միանշանակ կլինի, այդ օրը միանշանակ կգա։ Կրկնեմ, այնպես չէ, որ իրենք գաղափարներով են առաջնորդվում, ինչպես որ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը, այլ իրենք առաջնորդվում են իրենց կոմֆորտով։ Այնին չի պատգամել մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Եվ հետևաբար այդպիսի հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, պետք է հասկանալ մեկ բան, որ պետք է արագացնել հայ առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթացը։ Այս պայդրությամբ այսքանը հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։